Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում զարգացումները ստանում են անդառնալի կյանքեր խորտակող և վերջապես արդարությունը վերականգնող ընթացք։ Ամեն մի նոր դրվագ ապացուցում է, որ անցյալի մեղքերն ու թափված արյունը երբեք անպատիժ չեն մնում, իսկ կոտրված սրտերը դժվարությամբ են գտնում ներման ճանապարհը։ Տեսարանը սկսվում է փողոցում, որտեղ հուսահատ ու սպառված նստած զրուցում են Լեան ու Նարեն։ Լեայի հոգին բառացիորեն արնահոսում է։ Նա արցունքն աչքերին խոստովանում է ընկերուհուն, որ Լեոյի աչքերում այնքան խորը, անհատակ և սառը ատելություն է տեսել, որ պարզապես անհնար է դարձել հավատալ փրկությանը։ Դժվար թե նրանց հարաբերությունները երբևէ կարողանան վերադառնալ նախկին, մաքուր ու անհոգ վիճակին։ Նարեն լսելով այս ցավոտ խոստովանությունը ահավոր հոգեվիճակում սկսում է լացել։ Նա հասկանում է իրավիճակի ողջ ողբերգությունը և կանխատեսում ամենավատը։ Եթե ընթացքում Լեոյի սրտից արմատախիլ չարվի այս կործանարար ատելությունը, ապա անխուսափելիորեն տեղի կունենան նորանոր դժբախտություններ, որոնք անխնա կկործանեն բոլորին։ Քիչ անց Լեան հանդիպում է մորը՝ Իննային, և նրանց միջև կայանում է չափազանց ծանր, բարոյական բախում։ Իննան, առաջնորդվելով իր կույր մայրական բնազդով, ասում է, որ այս դժոխային պայմաններում իրենք պարտավոր են առաջնահերթ մտածել միայն Գրիշոյի և նրա ապագայի մասին։ Սակայն Լեան այլևս չի պատրաստվում լռել կամ արդարացնել հանցագործությունը։ Նա կոշտ և արդարացի կերպով հակադարձում է մորը, շեշտելով, որ Գրիշոն կատարել է անմարդկային, հրեշավոր քայլ։ Այսքանից հետո նրան պետք չէ զոհ ներկայացնել ու խղճալ, ասում է Լեան։ Նա հիշեցնում է մորը մի դաժան ճշմարտություն. միակ իսկական զոհը Դավիթն է, ով պայքարում է կյանքի համար։ Եվ եթե Դավիթը մահանա, ապա իրենց ողջ ընտանիքն ընդմիշտ ապրելու է խարանված, մարդասպանի անիծված պիտակով ճակատներին։ Մինչ մայր ու դուստր վիճում են արդարության շուրջ, Հունանը փորձում է փրկել իր հանցագործ որդու մաշկը։ Վախենալով, որ Ավոն կարող է ցանկացած վայրկյան մատնել Գրիշոյի գտնվելու վայրը, Հունանը որոշում է նրան շտապ տեղափոխել մեկ այլ, անվտանգ թաքստոց։ Ճանապարհին Հունանը սկսում է բացել անցյալի մութ էջերը։ Նա Գրիշոյին պատմում է, որ 20 տարի առաջ այն ճակատագրական օրը Ավոն ու եղբայրը միասին էին եկել Ռինգ։ Բայց Հունանը չի հասցնում ավարտել միտքը։ Ընդամենը մի քանի վայրկյան անց տեղի է ունենում այն, ինչին մենք բոլորս այդքան երկար սպասում էինք։ Նրանց մեքենային անսպասելիորեն հետևում է ոստիկանությունը և հրամայում կանգ առնել։ Արդարադատությունը վերջապես վրա է հասնում։ Ոստիկաններն անմիջապես ձերբակալում են Գրիշոյին և տանում բաժին։ Հունանը մնում է կանգնած, ապշած ու անզորությունից կատաղած։ Իսկ այս ընթացքում զուգահեռաբար զարգանում է մեկ այլ չափազանց ինտրիգային դրվագ։ Դավիթ պապիկը, ում համբերության բաժակը վերջնականապես լցվել է, անձամբ գնում է սպորտային ֆեդերացիա Հունանից խիստ պատասխան պահանջելու, սակայն այնտեղ նրան սպասում է անհասկանալի անակնկալ։ Ֆեդերացիայի պատերի ներսում պապիկը պատահաբար հանդիպում է Ավոյին։ Դավիթ պապիկը զարմանքից քարանում է. ինչ գործ ունի իր խայտառակված որդին Հունանի ֆեդերացիայում։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես եք կարծում, ով էր ոստիկանությանը հայտնել Գրիշոյի տեղը, արդյոք դա Ավոյի ձեռքի գործն էր։ Կկարողանա Հունանն իր փողերով ու կապերով ազատել որդուն, թե Գրիշոն վերջապես կկրի իր արժանի պատիժը։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում, մենք անհամբեր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։ Շնորհակալություն դիտելու համար։